Աստծո ժողովուրդ ջան, այն ինչը որ թշնամին փորձում անի արագությամբ, դա կեղծալնելու, իրական չի լինելու։ Ամեն ինչը ունի իր բնական ժամանակը։ Համբերատարությունը կարևոր պտուղ է եկեղեցու ժողովրդի մեջ։ Աստծո ժողովուրդ, նեղություններից արագ դուրս գալու համար մարդիկ ձգտում են սխալ ճանապարհներ, արագ ամուսնացել եմ, չի ստացվում, լավ, կարամ բաժանվեմ, լիքը տղաներ կան, լիքը աղջիկներ կան, մեկ ուրիշի հետ կամուսնանամ, էլի իմ կյանքը կդասավորվի դրա հետ։ Արագ, ոչ ընտանիք, ոչ ուխտ, ոչ մի բան Աստծուց տրված չի հարգվում այս օրերին։ Գիտեք, սա հենց չարի նպատակն ու ծրագիրն է, որպեսզի փչացնի, կործանի, քանդի, արմատախիլանի։ Թույլ տվեք ասեմ մի կարևոր բան։ Գաղատացիներիս 5-րդ գլխի 22 համարում այսպես է գրված, ասում է Սուրբ Հոգու պտուղն է ինչը, համբերությունը։ Եթե քո տան մեջ, քո ամուսնուդ հետ, քո երեխաներիդ հետ, քո հարազատի կա խնդիր, կա նեղություն, կա դժվար պահով ես անցնում, համբերատար լինելը, աղոթելը, պայքարել ու պատերազմելը, դա Տիրոջ կամքն է։ Ես չեմ խոսում ծայրահեղ աստիճաններ, որտեղ երկրորդից չկա այդ արձագանքը, ես խոսում եմ պարզապես Տիրոջ կամքն է, որ այսօր մենք մեր նեղությունների մեջ պայքարող ու պատերազմող ժողովուրդ լինենք, ամեն։ Մենք պետք է չձուլվենք այսօրվա այս հեշտ, արագ, անհամբեր սերունդի մեջ, այդ հոսքի մեջ, մենք պետք է առանձին ընենք, վերջապես Աստծո խոսքը մեզ ինչ ասաց հատուկ ժողովուրդ, մենք հատուկ ժողովուրդ պիտի լինենք, որ այս աշխարհի սկզբունքները մեզ համար չի, այս աշխարհի օրենքները մեզ համար չի, մենք ունենք օրենք, որը երկնքից է մեզ տրված, որը մեր Հայր Աստծո օրենքն է, որը որ իր կատարած շնորհքի զորությամբ մենք յուրաքանչյուրս կարանք այն կատարենք։ Ես չեմ ասում օրենքի մեջ գնանք, օրենքը մեր համար կատարվել է, արդեն իսկ կատարվել է, փառքը Տիրոջը, որ այսօր շնորհքի տակ ենք, բայց շնորհքը ունի զորություն, որ մեզ կառաջնորդի նույնպես ապրել այդ գեղեցիկ օրենքի տակ, ինչը Հայր Աստված տվել էր։ Հակոբոս 1:1 համարում այս խոսքերն ասում, մի քիչ տարօրինակ կարող է նորերի համար հնչի, բայց լսեք ու հասկացեք, ասում է եղբայրներս եւ ինչու ոչ քույրերս, չի անարգում քուրերին, ուղղակի ստեղ մշակույթի համաձայն եղբայրները անդադ շեշտում, բայց թույլ տվեք ասեմ նաեւ քույրերս, որովհետեւ այսօր մի հատ ցավոտ բան մենք աղոթք ենք անում, ինչ եկեղեցին սկսել ազատագրման աղոթքների մեջ ենք եղել ու գիտեք ինչ ենք մենք հասկանում ու տեսնում, սատանայի նպատակն է տղամարդկանց նսեմացնի, ջարդի ու փչացնի, որ տղամարդը, որ կանչված է ընտանիքի մեջ որպես առաջնորդ, որպես գլուխ, որպես ուժեղ անձը, որ ինքը պիտի հսկի ու պաշտպանի իր տունը, իր կնոջն ու իր երեխեքին, այսօր այդ սկզբունքները փչացրել է սատանան։ Այսօր շատ ընտանիքներում կանայք դառել են տղամարդու դերում։ Եվ ցավոք սրտի դրա համար ժամանակագալի հոգնում են եւ կինը չի կարա այդ բեռը կրի ինչ տղամարդուն է տվել Աստված։ Գիտեք, ես այդտեղ քարոզում եմ, այո, խոսքի ծառայության մեջ Տերը ինձ է կանչել, բայց եթե այս տան մեջ Արմանը որպես հովիվ առաջնորդ չլիներ, ես չէի կարող այս բեռը կրել։ Տղամարդուն է Տերը տվել այդ ուժը, այդ ամեն ինչը, որպեսզի կարողանա տունը պաշտպանի։ Տղամարդն է իր կնոջ գլուխը, պաշտպանը իր տղամարդու։ Իսկ այսօր նայում եմ կանայք են իրանց տղամարդկանց պաշտպանում։ Սա խախտված կարգավիճակ է ընտանիքներում, դրա համար այսքան բաժանումներ կա։ Կանայք չեն հնազանդվում, որովհետև տղամարդու գլուխը Հիսուսը չի։ Եվ ինչա ստացվում, ջարդ ու խուրդ եղած, մի հատ խախտված ընտանիք, այդտեղից նորմալ երեխեք դուրս կգան, ոչ, որովհետև երեխեն դու ինչքան է նրան ասես, ես ինչ բաները մի արա, բայց դու անում ես, այդ երեխեն քո արածն անելու վաղը մույսօր,
Որովհետև քո ապրած կյանքը ավելի նրանց օրինակ է։ Ես այսօր իմ ապրած կյանքով, Արման իր ապրած կյանքով ավելի ենք օրինակ ծառայում իմ տղաներին ու իմ աղջկան։ Եվ ինչու ոչ գալիք հարսերից եւ փեսայից, քանց որ մենք շատ խոսանք, ժամանակին շատ խոսում էինք, փոփոխություն չկար։ Մեր ապրած կյանքով ենք այսօր մենք մեր երեխեքին ցույց տալի ով է Տերը։ Մեր ապրած կյանքն է օրինակ ծառայում մեր երեխեքի համար։ Եվ եթե տան տղամարդը տեղում չեղավ, այդ ընտանիքը խախտվելու է տեղից եւ սատանայի նպատակը կատարվելու է, ընտանիքները քանդվելու են։ Կինը պիտի լինի հեզ, խոնար եւ իր տան մեջ երեխա դաստիարակող, մեծացնող, հա, էփողը, թափողը, մաքրողը, որ իր ամուսինը ներս մտնի, հաճույք առնի այդ տանից։ Իսկ տղամարդը պետք է իր տանը հոգ տանի։ Դա կլինի ֆինանսապես, դա կլինի հոգեպես, դա կլինի ամեն առումով տղամարդն է լիդերը։ Աստծո ժողովուրդ ջան, խախտվել են, մենք հենց կամանց ենք այդ ասում, վայ մի հատ տղամարդու ստեղ չվիրավորեմ, ով ուզում է վիրավորվի։ Տղամարդը պետք է ընտանիքի գլուխը լինի։ Եվ կինը պետք է հնազանդ լինի այն գլխում, որ գլուխը Քրիստոս Աստված է։ Այդ ժամանակ կգա բժշկություն, այդ ժամանակ այդ ընտանիքները ոչ մի բանի պակաս չեն ունենա, որովհետև Տերը կտիրի այդ տան մեջ։ Հակոբոսը իր թղթերի մեջ մեկ համարում ասում է եղբայրներս, երբ ժամանակ առ ժամանակ փորձությունների մեջ ընկնեք, ուրախություն համարեք։ Ինչ? Ես այս համարը, երբ որ դեռ հոգևոր, այս չափ չէի աճած, անդադ ինձ խանգարում էր, ասում էի լավ, Հակոբոս, աղբերս, ուրեմն ես նեղության մեջ ըննեմ, ֆինանսապես, ֆիզիկապես, առողջականս, նստեմ ուրախանա, այո, գիտեք ինչու, որովհետև նեղության մեջ այն ձևավորվում մարդու մեջ համբերատար լինելը, աստվածային մի սկզբում, որը քիչ առաջ ասացի գաղատացիներում հոգու պտուղն է համբերությունը, Աստված ոնց մեր մեջ ձևավորի համբերություն, եթե նեղությունները չգան։ Գիտեք, Արմանը երբ որ մեր տունը կառուցում էր, սկզբից ասեց, մի 4 ամսից կկառուցեմ, կմտնենք, ես է բնավորությամբ շատ արագ, շուտ, ուզում եմ ամեն ինչ արագի վրա, հա? Ասես 4 ամսից ուրախացա, 4 ամսից կմտնենք ներս, գնաց 8 ամիս, 9 ամիս, մի տարի, հայտղա էլ չեմ համբերում, բայց ես այդ ամբողջ 9 ամսվա մեջ իրանել եմ վկայել, ասես 9 ամսվա մեջ ես աղոթում էի, այս ընթացքը թող լինի իմ մեջ ձևավորվող Սուրբ Հոգու պտուղը, համբերություն։ Երբ որ ժամանակներ կլինի, որ Աստված քո ուզածը քո ուզած ժամանակին չի տա, քեզ իմացի սովորացնում է համբերություն։ Երբ որ դու կկառուցվես համբերությամբ, այն ժամանակ Տերը գիտի քո ուզածը երբ կտա քեզ, ամեն։ Եվ այստեղ հարց առաջացավ, այստեղ ասում է եղբայրներ, երբ ժամանակ առ ժամանակ փորձությունների մեջ ընկնեք, ուրախություն համարեք, իմանալով, որ ձեր հավատքի փորձությունը համբերություն է ձևավորում։ Սակայն համբերությունը թող կատարյալ արդյունք ունենա, որպեսզի կատարյալ եւ ամբողջական լինեք եւ ոչ մի պակասություն չունենաք։ Կներեք։ Այսինքն համբերությունը մեր մեջ կատարելություն է բերում, որ մենք կարողանանք դժվար ու նեղ օրերին համբերել, ոչ թե ձգտել միանգամից սխալ ճանապարհներով հարցեր լուծել, այլ այս համբերությունը այնա, ոչ թե ոտը ոտին գցած նստենք ու սպասենք, ոչ, այս համբերության մեջ հարատև աղոթքների մեջ լինենք եւ մեր սպասումը լինի ինքը։ Երբ որ մենք Տիրոջից ենք սպասում եւ դեռ չենք առել մեր պատասխանը, մեկ բան է նշանակում, շարունակիր սպասել։ Այնքան կսպասես, որ Տիրոջից առնես, երբեք թշնամուց ոչինչ չառնես, ամեն։ Աստծո ժողովուրդ, Աստծո խոստումները, այս գիրքը, Աստվածաշունչը, ուզում եմ տեսնեմ ովքեր են բերել, արդեն 3-րդ շաբաթն է հարցնում եմ, 4-5, մի հոգի էլ ավելաց է, փառք Հիսուսին, փառք Տիրոջ, ամեն շաբաթ մի հոգի ավելանում է, ուրեմն կորուս չենք տալի, ավելի առաջ ենք գնում, փառք Հիսուսին,
Այսքան ժողովրդի մեջ մի հոգի ավելանալ, էսի թիվ ես խոսում։ Աստծո ժողովուրդ, ծիծաղեք։ Դրա համար էլ ամեն օր ինձ եք զանգում, Փաստոր ջան, ես ինչա գրած, ոնց պիտի անենք էդի։ Մի օր ես եմ ձեզ զանգելու։ Ինչա գրած գրքում, ինձ օգնեք, ուզում եմ հիշեմ։ Աստծո ժողովուրդ, Աստծո խոսքը միակ մեր ապահովությունն է։ Կատակի մի տվեք ու մի ուրախացեք, Փաստորը ստեղից կատակ անում։ Փաստորը ձեզ ամանչացնում է իրականում։ Աստվածաշնչերդ բոլորիդ տվել եմ ես նվեր Աստվածաշունչ, հետներդ բերեք, ձեր ձեռքում ունեցեք, չէ որ ասում եմ սպառազինվեք, սուրը ձեր ձեռքում, ուրա ձեր սուրը, խոսքը ուրա ձեր ձեռքում։ Աստծո ժողովուրդ, Աստծո խոստումները, եթե ուզում եք իմանաք ինչեր ունեք դուք, հարստություններ, խոստումներ ու բարիքներ, այս խոսքը չունեցաք, ոչ բանը չունեք։ Աստծո խոստումները իմ եւ քո լիովին հուսալի խարիսխներն են։ Իրա խոստումներն, իրա խոստումներից դուրս մարդը ինչ է քեզ խոստանա, մի օր կստի կամ կսխալվի կամ միգուցե մոռանա, բայց Աստծո խոսքը, ինչու եմ ես հիմա մի տեսակ վստահեցնում ձեզ, որ այս խոստումները մեր եւ մեր որդկանց համար են, ինչպես Առաքյալը ասում է, խոստումները ձեր եւ ձեր որդկանց համար են, ինչու եմ վստահեցնում այս խոսքերը ձեզ, որտեւ Աստծո խոսքը երբեք չի ստում, Աստծո խոսքը չի ուշանում, ինչպես ոմանք կարծում են ուշանումը, Աստծո խոսքը չի փոփոխվում քո հանգամանքներից, Աստված նույնն է իր խոսքի ետևում կանգնած է։ Նրա խոսքն է միակ երաշխիքը իմ ու քո կյանքում։ Եթե դու որևէ մեկի խոսքի ու խոստումի վրա ես հույսը դրել, հիասթափեցնեմ քեզ, միգուցե չլինի, բայց եթե դու քո այդ վստահությունը դրել ես Աստծո խոսքի վրա, նա է քո միակ երաշխիքը, չի ամանչացնելու քեզ Աստված։ Նա խոստացել է բոլոր իրեն հավատացողներին, բոլոր վերստին ծնված իր ժողովրդին, Աստծո ժողովուրդ ջան, 3 կարևոր բան, որ սա մեզ բավական է, որ մենք խաղաղվենք, ուրախ ու երջանիկ ապրենք ու չնայենք որևէ նեղությունների։ Առաջինը խոստացել է մեզ մեղքերի թողություն, կա մեկը, որ կարա մեր մեղքերը ների ու մեզ դուր բացի դեպի երկինք չկա։ Միակը Հիսուս Քրիստոս Աստվածն է, բարեխոսը միջնորդը փրկիչը մեր։ Երկրորդ կարևոր բանը, մեզ խոստացել է իր ամեն օրվա, ամեն վայրկյանվա ներկայությունը։ Մենք իր ներկայությունը ամեն վայրկյան ունենք, դա խոստում է Աստծուց տրված մեզ։ Իսկ երրորդ կարևոր բանը, Աստծո թագավորություն։ Ասած, երբ որ կննջեք, ձեր աչքերը կփակեք այս երկրի վրա, երկնքում կբացեք, այսինքն կունենաք հավիտենական կյանք։ Սրանից բացի ուրիշ ինչ մարդը փնտրում ունենա։ Ինձ թվում է այս 3 բանը բավական է, որ մենք իրոք երջանիկ ու ուրախ մեզ զգանք, իրոք խաղաղնենք ու անենք այն, ինչ Տերը պատվիրել է, մենք այսօր անենք։ Գիտեք, երբ եկեղեցին, այս եկեղեցի, որ ասում եմ, դա խոսում եմ իմ ու քո հետ, երբ եկեղեցին կյանքի որևէ բնակավարում, դա կլինի ընտանիքում, ամուսինների միջև, դա կլինի գործիդ վայրում, որևէ տեղ, որևէ բնակավարում, երբ բախվում է փորձությունների, նեղությունների, ես վստահ գիտեմ այսօր շատերդ այստեղ նստած ունեք շատ խորը ցավ, նեղություն, փորձություն ձեր կյանքում, որ չեք կարողանում դրա մեջից դուրս գաք, կարծեք սենց ճահիճի նման քաշել ու պահելա ձեզ դրա մեջ, թույլ տվեք ասեմ, Տիրոջ խոստումները Աստծո ժողովուրդ ծառայում են մեզ, այս խոսքը, որ չեք բերում, չեք ընթերցում, այս խոսքերը, այս խոստումները այսօր մեզ ծառայում են մեր հոգիներին որպես ապահովություն եւ հանգստավայր։ Մենք խաղաղվում ու հանգստանում ենք Տիրոջ խոստումներով, որտեվ գիտենք մեր կողքը որքան է փոթորիկ լինի, որքան է մեր շուրջը ամեն բան տակնու վրա լինի, Աստծու մի հատ խոսքը ինձ բավական է, որ ես խաղաղվեմ, որտեվ գիտեմ այդ կարգավիճակը, այդ իրավիճակը փոխողը ինքը Տերն է։ Դուք կարծում եք Տիրոջ համար դժվար է մեր վիճակները փոխի,
Ոչ, Աստված մի վայրկյանում կարա քո ուզածը քեզ տա, բան չի տալի, որովհետև մենք բան ունենք սովորելու դրա մեջ, մենք բան ունենք հասկանալու դրա մեջ, մենք բան ունենք բռնելու դրա մեջ, մենք բան ունենք բաց թողելու դրա մեջ։ Ամենաբարդ նեղություններով ու փորձություններով անցավ Հոբը, կորցրեց հարստություն, կորցրեց առողջություն, կորցրեց իր երեխաներին, բոլորը մահացան, ամեն բան կորցրեց։ Ինչ սովորեց դրա մեջ Հոբը։ Գիտեք, երբ որ նայում ես, ասում ես, լավ, մեղադրում ենք կնոջը, որ ասեց, անիծի Աստծու դու մերի պրծնեմ քեզնից, կինը իրա, կողակից իրա, բայց իրականում մեղադրելու եմ խոսքի համար, բայց մի հատ եկեք այդ կնոջ վիճակը նայեք, երեխեքին կորցրեց։ Մի հատ երեխեդ հիվանդանա, դու Աստծուն ես մոռանում, քեզ ես մոռանում, մարդուդ ես մոռանում, սաղին մոռանում ես։ Հասկանում եք, հեշտ ասես նայենք, ասես, օ, դավաճանքին, Հոբի կինը դավաճան էր, բայց մի հատ նայեք ինչով էր անցնում այդ կինը։ Ամեն բան կորցրեց Հոբը, բայց գիտեք ինչ եղավ, մի բան չկորցրեց, Աստծուն։ Եվ ինքը մի հատ արտահայտություն արեց, ես իմ մոր որովայնից մերկ եմ եկել եւ մերկ էլ գնալու եմ։ Այսինքն ինչ որ Աստված էր տվել, երեխա կլինի հարստություն, Աստված էլ հետ առե դրանք։ Եվ ինքը ոչ մի բանի հետ կապվել, ինքը կապվել էր երկնքի արարիչի հետ։ Դրա համար ինքը նույնիսկ այդ կարգավիճակի մեջ փառքը տվեց Աստծուն։ Ինքը ամենադաժան նեղությունն ու դժվարությունն է, ես չգիտեմ, ստեղ կյանքում ընդհանրապես ստեղ չէ, ընդհանրապես այս դարի հավատացյալների մեջ որևէ մեկը կդիմանար այդ ցավին ու այդ վիշտին, այդ նեղությանը, չեմ կարծում։ Բայց այդ ինչա սովորացնում մեզ, որ նեղության մեջ սովորեք գնահատել, որ Աստված մեզ չի թողում։ Մատթեոս 11:28 համարում նայեք ինչ ասում։ Ինձ մոտ եկեք, Հիսուսը ասում, ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներ եւ բեռնավորվածներ, եւ ես ձեզ հանգստություն կտամ։ Այսինքն ինչ ենք հասկանում, այսօր բոլորս է հոգս ունենք, բեռ ունենք, բերել ենք սաղս Հիսուսի ոտերի մոտ, մեր այդ հոգնած վիճակներից եկել ենք Հիսուսի մոտ հանգիստ գտնելու։ Ինչ ենք մենք այս համարից հասկանում, որ Տերն է միակը, որ առանց դեղամիջոցի մեր հոգուն հանգստություն է տալիս։ Գիտեք, գնաս բժշկի դեղեր կտա եւ քեզ կհանգստացնի։ Կներեք, հանգստացնել չէ, կբթացնի։ Բայց Աստված բժիշկը բժշկում է, բայց Աստված հրաշագործն է, որովհետև հոգում ոչ մեկ չի կարա կպնի, հոգում ոչ մեկ չի կարա բռնի, մենակ Տերը։ Եվ այդ հոգուն հանգիստ տվողը, այդ հոգուն խաղաղություն, ուրախություն պարգևողը Տերն է։ Դրա համար մենք այսօր այստեղ ենք, այո, մեր մարմիններն էլ է Տերը հոգում, բայց մենք այսօր այստեղ ենք ամենակարևորի համար, մեր հոգիների համար։ Եկել ենք այստեղ կերակրվելու Աստծուց հոգևոր կերակուր, որպեսզի մեր հոգիները առողջ լինի։ Երբ որ ներքուստ հոգիդ առողջ է, խաղաղ, ուրախ ու հանգիստ է, դրսևանց է դա կերևա։ Դուք տեսնում եք, ընդհանրապես ձեր շուրջը նայեք, մարդիկ, որ կարող է չխոսան, բայց նայելով նրանց աչքերի մեջ տխրությունն ու թախիցը ակնհայտ երևում է, որտեղ հոգին տառապում է։ Բայց այսօր Աստված ուզում է բոլոր այս եկեղեցու ժողովրդին, ովքեր որ հանգիստ չունեն, ովքեր որ ուրախություն չունեն, ովքեր որ կորցրել են իրանց խաղաղությունը, Աստված ուզում է ուրախացնի, խաղաղացնի։ Աստված ուզում է հանգիստ, Աստված ուզում է իր լույսը տա, որպեսզի մենք կրենք այդ հեզությունով եւ վայելենք Տիրոջ ներկայությունը ամեն ժամանակ, ինչ պարագայել, որ մեր շուրջը լինի, ամեն։ Այս չար ու շփոթված օրերին կխնդրեմ ուշադրություններդ լինի Տիրոջ խոսքը։ Այս չար ու շփոթված օրերին յուրաքանչյուր մարդ կարիք ունի Աստծո գերբնական ուրախության, խաղաղության եւ հանգստության։
Հիմա ուշադիր լսեք, երբ որ ես ասում եմ ուրախություն, եսի նկատի չունեմ, որ մեկը ուրախա, անդադ ժպտա կամ անդադ ծիծաղա, հա։ Այդ ուրախության մասին չի խոսքս։ Ես խոսում եմ ներքին ուրախություն, որ քո հանգամանքներդ կարան վատն են, բայց դու ներքուստ ուրախ ես։ Ինչու՞։ Որովհետև Աստծո ուրախության յուղը չի դադարում կաթալ քո սրտի մեջ։ Խաղաղություն այնի չի, որ պարագաները, իրավիճակները լավ են, դու խաղաղ ես, բիլերդ վճարել ես, խաղաղ ես, չէ, խաղաղություն, որ նույնիսկ եթե չգիտես վաղը ոնց ես սնվելու, բայց քո մեջ գերբնական խաղաղության իշխանը քեզ խաղաղություն է տալիս և հանգստություն, որ դու հանգիստ ես ներքուստ, ոչ թե ոտդ ոտիդ գցել ես, գործ չես անում, չես աշխատում, հանգիստ եմ, այդ հանգստի մասին չի խոսքը, սա այն հանգստի մասին է, որ քո հոգիդ է հանգիստ, որ դու գիտես քո նավակիդ մեջ Հիսուս արթուն է և կարա այդ փոթորիկները ամեն ժամանակ հանդարթացնի։ Այսեմ, որ այս գերբնական պարգևները լիովին արմատավորված են Աստծո ներկայության հետ։ Եթե Աստված ունես, այս ամենը ունես, իսկ եթե չունես, ոչ թե չունես, այլ այնքան ես դու Տիրոջը ձանձրացնում քո առհամարանքով ու պահվածքով, որ Տերը քո նավակում քնել է, ուրեմն ժամանակն է արթնացնես, ժամանակն է ասես Տեր վեր կաց, այս փոթորիկները, այս ջրերը, այս ավելնորդ բաները լցվել են իմ նավակի մեջ, արդեն ինձ խեղդում են Տեր, և երբ Տերը արթնանա քո մեջ, խոստանում եմ քեզ, Տերը կսաստի այդ փոթորիկները, և դու այլևս չես վախենա ու չես տագնապի ու չես մեղադրի Տիրոջը, որ քո վեճը չի, որ փոթորիկները, ոչ, այլ քո վեճը չի։ Սիլվիկ, դու ես քնացրել Տիրոջը քո մեջ, ոչ թե Տերն է քնել, դու ես իրան լռեցրել, դու արթնացի և նա արթուն կլինի քո մեջ։ Գիտեք, աշակերտները իմ վրա նենց ազդում է այդ խոսքերով, ասում են, Տեր, հոգը չի, փոթորիկը ջրերը լցվում են նավակս, այդ ինչ են յանի ասում Տիրոջը։ Նենց կուզեի Հիսուսը շուռ գար ու ասեր, չէ, ձեր հոգը չի, դուք ուղիղ չեք, այսքան հավատք եմ սովորացնում, այսքան հրաշքներ եմ դարձյալ վախկոտներ չեք կարողանում սաստեք այդ քամիները ու այդ փոթորիկները, բայց Տերը լուր, այնքան հրաշալի Աստված ենք պաշտում։ Եթե մի հատ սխալ անեմ 10 անգամ իմ ընտանիքի անդամները ինձ կհիշացնեն, տեսա դու սխալ էիր, ես ճիշտ էի։ Էդի կա չէ բոլորիս տներում։ Դու էիր սխալ, տեսար ես ճիշտ էի, էդի ասում քեզի։ Տերը այդպես չի գործում։ Մի անգամ չի հիշացնում սրանց տկարությունները։ Ներում է, եւ դրա համար ասեց 70 անգամ 7 չեմ հիշացնում, ներում եմ, անդադար ձեր տկարությունները ծածկում եմ իմ սիրով, իսկ մենք իրար 100 անգամ կասենք։ Բանալին կորցրել էր Փաստր Արմանը, մեղադրում էր ինձ։ Բանալին չկա, շուխուր է դրել, բանալին չկա, սաղ ընտանիքով, դաժե հույրեր ունեինք, այդ օրը սաղը սնգել ենք, ավտոների տակից, զիբիլի մեջից, սաղ անկյուններից բանալի ենք ման գալի, ասեմ մի 2 ամիսը մեկ կորցնում է բանալիները։ Ընգեմ ման են գալի ու չեն գտնում։ Ուրեմն ինքն է տարեդրել փոքր տղայի սենյակում, ես մի ամիտ որ գնացի վերև բան էի վերցնում իջնեմ, խառնված ենք իրար, բանալին չկա ավտոյի, տեսնեմ այնտեղ է։ Եվ իչ Արման հեսա վերևն ես թողել, ասում տեսար, որ էլի դու գտար, բայց դու էիր կորցրել, ես գտա։ Ինչ եմ փորձում ասեմ, մենք անդադ իրար բան ունենք բոլոր մարդիկս ապացուցելու, մեր սխալները բարդելու մեկս մեկի վրա։ Տերը, ասին հոգը չի, որ նավակի մեջ ջրեր են լցվում, հելավ ու աղոթեց, ասեց հոգս չի, այսինքն ձեր հավատքի պակասությունն է, տղեկ, որ այսօր այս փոթորիկները ձեր նավն են լցվում, այսօր մենք պետք է հաղթահարենք մեր փոթորիկները, մեր նեղությունները հավատքով, գիտեք հեշտ է հանձնվելը, հեշտ է քանդել, փչացնել ու առաջ գնալը, հետո Աստված չի ուզում մենք փչացնենք, Աստված ուզում է մենք սարքենք, որտեղ մենք այդ ժողովուրդն ենք, ամեն։
Անկախ մեր արտաքին նեղությունները մենք պետք է հասկանանք, որ Տերն է միակը, որ մխիթարել գիտի։ Դրա համար Դավիթը Սաղմոսներում 23:4 համարը ասում է. եթե անգամ մահվան շուքի ձորով անցնեմ, կան ստեղ մարդիկ, որ անցնում են նեղություններով։ Լսեք, մահվան շուքի ձորով անցնեմ, Դավիթը խոսում էր մահ, ասում է, չարից չեմ վախենա, քանի որ դու ինձ հետ ես, հասկացել էր իր ներկայությունը իմ ապահովությունն է, քանի դու ինձ հետ ես, քո ծուպը ու գավազանը մխիթարում են ինձ։ Հիսուս աշակերտներին ասեց, ավելի լավ է ես գնամ, բայց ոնց, Հիսուս առանց քեզ ոնց կլինի, Հիսուսը սահմանափակ մարդկանց հետ է շփվում, բայց որ Հիսուսը գնար ու Սուրբ Հոգին գար, Սուրբ Հոգին սահմանափակ մարդկանց հետ չի շփվում, ով նրանից վերստին ծնվի ուզի, նրա մեջ բնակվում է ու Սուրբ Հոգին բոլորի հետ է, բոլորիս մեջ է, երբ որ իրանից վերստին ծնվել ենք։ Հիմա ուշադիր լսեք ինչ եմ ասում։ Հիսուս ասեց ավելի լավ է ես գնամ, ինքը գա։ Սուրբ Հոգու պատիվ տվեց Հիսուսը, ինչու, որովհետև Սուրբ Հոգին է, որ մեզ մխիթարել գիտի։ Նեղության մեջ լացում ես, նեղված ես, Սուրբ Հոգին գիտի քեզ ոնց մխիթարի, խոսքը, հոգին, իրար հետ քեզ կապահովի խաղաղություն, ուրախություն, հանգստություն, մենակ քեզ մնում է, որ բռնես։ Գիտեք հավատացյալ ժողովրդի մոտ ոնց է, գալիս են եկեղեցի, խոսքը լսում են, հետո սենց է, որ հովիվը ասում է, ընթերցեք խոսքը, որտև ամբողջ խոստումները, չկա մի հատ հարց խնդիր, որ Աստվածաշունչը լուծումը տված չունի, չկա։ Բերեք իմ առջև մի հատ խնդիր, ասեք սրա հարցը չի լուծե Տերը, սա խնդիրների հարցը լուծված է, բայց գիտեք ոնց եք վարվում դուք այս խոսքի հետ, ոնց որ գնաք բժշկի, հիվանդ դնեք, ու Տերը ձեզ դեղ տա, ու ասի այս դեղը անպայման խմի, որ լավանաս, դու այդ դեղը բերես, տանդ պահես, ինչ տարբերություն, տանդ դնես կամ անկողնուտ բարձի տակ դնես այդ դեղը, քո մոտ բան կփոխվի, հարց, ձեր մոտ բան կփոխվի, իհարկե ոչ, դի ընթերցեք, որ փոխվի ձեր կյանքում բաներ, պետք է հռչակեք ձեր իրավիճակների վրա, որ փոխվի բաներ, պետք է աղոթեք նրա մասին, խնդրեք, ասում է ուզում եք, չեք ստանում, ինչու, որտև չար կերպով եք ուզում, հլը մի հատ սրտան Տիրոջ առջև եկեք ու խնդրեք, ու տեսեք արդյոք հայրը չի տածեց, ասում է որ որդին իր հորից հաց կուզի, հայրը իրան քար կտա, ոչ մի որդի, ոչ մի նորմալ հայր նման բան չի անի, դե համար եմ ասում Աստծո ժողովուրդ, կառչեք Աստծո խոսքից, մեր ապահովությունը Աստծո խոսքն է, ամեն, Հռոմեացիս 15:13 համարում, Պողոս առաքյալը ասում է, թող հույսի Աստվածը լցնի ձեզ ամեն ուրախությամբ եւ խաղաղությամբ, քանի որ վստահում եք նրան։ Նրան ոնց ենք վստահում։ Իր խոսքով։ Մենք իրան չենք տեսել։ Կա ստեղ մարդ, որ իրան շոշափել է իրական, ֆիզիկական, ոչ։ Մենք իրան հավատքով ենք տեսել։ Եվ իր խոսքը, այն ինչ, որ ինքը տվել է, հենց ինքն է։ Ինքն է, ամբողջովին սա իր ձայնն է, իր ներկայությունն է, ինքն է։ Դրա համար ինքը մենակ սրանով չասեց, ասեց խոսքը եւ հոգին, որ ձեզ կլվա ու վերստին ծնունդ կտա, կմաքրի ձեզ։ Ամեն։ Աստծուն վստահողը բնակվում է Աստծո ծածկոցի տակ։ Որն է Աստծո ծածկոցը։ Հիսուսի այրունը, Սուրբ Հոգու ներկայությունը, մեր կատարյալ ծածկոցն է։ Դրա համար Սաղմոս 91-ում ինչ ենք ասում, նրա ծածկոցի տակ բնակվողն է ապահով։ Նրա ծածկոցը հենց ինքն է Սուրբ Հոգին, որ մեզ ծածկում է իր մեջ, պահում է իր մեջ։ Աստծո ծածկոցից դուրս ապահովություն չկա։ Քո նեղության, այսօր չգիտեմ ինչ նեղությունով ենք անցնում, ամեն մեկս ունենք մերը։ Տերը պաշտպանում է մեզ նեղության մեջ եւ մեզ սովորեցնում է համբերություն։ Ոմանք համբերություն չունենալու պատճառով հենց կորցնում են ամեն բան, որովհետեւ հանձնվում են։ Հիսուս ասաց, մխիթարիչը կգա, որը հայրը կուղարկի իմ անունով, նա պիտի ամեն բան սովորեցնի ձեզ եւ ձեզ կհիշեցնի ամեն ինչ ես որ ձեզ ասացի, ոնց է հիշացնում, եթե դու խոսքը չգիտես, ոնց է քեզ հիշացնելու։ Հասկանում եք, որքան կարևոր է խոսքը եւ հոգին միասնական գործի մեր կյանքում։
Ստեղ մի օրինակ եմ ուզում տամ նեղությունների մասին վերաբերյալ Պողոս Առաքյալը կիսվում է եկեղեցու հետ, իհարկե տենում ենք Փիլիպեցիս, Կորինթացիս եկեղեցիների հետ կիսվում է նա իր նեղությունների ու իր անցած դժվարությունների ու չարչարանքների մասին, ուզում եմ հենց այս իր օրինակից մի հատ դաս քաղենք, ուղղակի լսեք, Փիլիպեցիս 4:11, նայեք ինչ ասում, նյութական կարիքների մասին չեմ խոսում, քանի որ սովորել եմ գոհ լինել իմ գտնված վիճակից, գիտեմ չքավորություն կրել, գիտեմ շատ ունենալը, ամեն վիճակի մեջ ամեն ինչում սովորել եմ թե կուշ լինեմ, թե քաղցած, թե շատ ունենալ, թե զրկանքներ կրել, ես ամեն բան կարող եմ անել ինձ զորացնող Քրիստոսով։ Եթե մարդը Աստծուն գալիս է, որ իր ֆինանսը օրտնվի, կամ իր կյանքը լավ լինի այդ պատճառով, ամենախղճուկ վիճակում ես դու։ Դու Աստծուն մի արի, որ տա, դու Աստծուն դու գնա այդ տվողի հետևից, որովհետև ամեն իրավիճակի մեջ իր մեջ ապահովություն կա։ Երբ որ չքավորության մեջ ընես, Աստված քեզ կպահի դրա մեջ, նեղության մեջ Տերը կպահի, հիվանդության մեջ Տերը կպահի, շատի մեջ Տերը կպահի, որ հանկարծ չհպարտանաս, որովհետև վտանգը շատի մեջ ավելի շատ է, քան չունենալու մեջ։ Այսօր Տերը ուզում է իր ժողովրդին քաջալերի, որպեսզի չտրվենք մեր նեղություններին ու դժվարություններին։ Ոմանք ապրում են այս դժվար ու այս չար ժամանակներում միգուցե ընտանիքում խառնաշփոթ կարգավիճակ։ Միգուցե բաժանվելու եզրին ես եւ մտածում ես հարցի լուծումը բաժանումն է միակ։ Արի համբերի, աղոթի, պայքարի ու պատերազմի, հələ սպասի տես Տերը քեզ ինչ ասում, որովհետև բաժանումն է հարցի լուծում չի։ Դրանից է կարա մի հատ սարսափելի մի բան սատանան ծնի ու քանդի։ Դրա համար եկեք, եթե դա է կարգավիճակը, եթե ֆինանսը տա այն չքավոր վիճակում ես, որ մտածում ես ստելով ու գողությամբ վաստակես, որպեսզի քո վիճակիցը դուրս գաս, մի արա, համբերի ու աղոթի, համբերի ու աղոթի։ Եթե մտովին ա քո պայքարդ ու պատերազմդ, մի կանգար Տիրոջ անընդհատ խնդրել, որպեսզի Տերը քեզ նորոգի քո միտքդ, Հիսուս Աստծո միտքը տա քեզ, ամեն։ Մեղքը, պղծությունը դեռ քեզ գերում է, քաշում է հետ, պայքարի, մի տրվի դրան, որովհետև դրանից մահացանվելու Աստված կտա ժամանակ մինչև դու թողես այդ մեղքը, բայց եթե չթողես մահացանվելու, ոչ ոք չխաբվի, որ կարա մեղքի մեջ ապրի ու դրախտելնի։ Աստծո խոսքը ասում է պոռնիկները, գողերը, ստախոսները, ագահները, ինչ ասեմ, վախկոտները, սրանք երկինք չեն ելնելու։ Աստված դրա հարցն էլ ա լուծել, ասում է ապաշխարեք, կներեմ ու այլևս մի գնացեք դրա հետևից եւ կժառանգեք հավիտենական կյանքը։ Եթե այսօր դու նեղված ես, հոգի տրտմած է, որտեղ դեռ մեղքը քեզ գերում է, այսօր դանակը դիր ու կտրի այդ մեղքը, որտեղ քո մի րոպե հետո քեզ խոստացված չի։ Մի փայփայի այդ մեղքը ու կրակի այդ մի խաղա։ Աստծո խոսքն ասում է կրակը ծոցում խաղացող այդ կրակը վառելու է իրան։ Հարցը լուծի մեղքիդ, որովհետև մի օր գալու ասելու ես Փաստոր Երանի լսեի, մահա ծնելու դա։ Ժողովուրդ ջան, իչքան ուժ ունես են վերջի կաթիլ այրան չափ պայքարի մեղքի դեմ։ Ես քեզ խոստանում եմ, մեղքը գրավիչ է, մեղքը ավելի ցանկալի է, մեղքը ավելի գեղեցիկ է նայվում, բայց էդի եթե կերպարը հանես վրից դևա, սատանայա, պղծությունա, մահա, Հիսուսին գնացեք, Հիսուսին բռնեք եւ գիտեք մեղքը կարա լինի կուրկ դառած քո համար քո հեռախոսդ։ Այո, քո հեռախոսը կարա դառնա քո ամենամեծ մեղքը, որ Աստված զզվում է, երբ որ տեսնում է դու կապել ես հեռախոսին որպես քոնը, քո այն ամենամտերիմը,
Ամեն բան կարա մեր կյանքում մեղք ու կուրք դառնա, եթե մենք հետևողական չլինենք որպես հոգևոր ժողովուրդ։ Դանակը ստեղծված է, որպեսզի կերակուր սարքենք, հա կտրենք, բայց այդ նույն դանակով կարաս մարդ սպանես։ Ինչպես ես դու օգտագործում բաները, դա քո խնդիրն է։ Գիտեք, ամեն բան Աստծո մարդկանց տրված է իմաստությամբ ու Աստծո շնորհքով։ Ոմանց կյանքում բաներ չի փոխվել ու չի փոխվելու, որտեվ համառ են, որտեվ խոնարհվել չգիտեն Աստծուն, որովհետև դեռ հələ կարճած են իրանց այն սկզբունքներն, ով է էսի, որ ինքը ինձ ասի, բաց թողեք, բաներ կա, բաց թողեք, որ օրհնվեք, թե չէ չեք օրհնվելու։ Իմ Աստվածը ողորմած բարի առատաձեռ Աստված, որին ես պաշտում եմ, բայց բաներ չի փոխում, որտեղ չեք խոնարհվում։ Եթե մեր ֆինանսը չի փոխում, ուրեմն այնտեղ սխալ մի հատ տեղ կա։ Գիտեք, Աստծո ժողովուրդ, Աստծո խոսքը մի հատ վտանգավոր բան ասում է, այն տղամարդիկ, ովքեր դառնացնում ու լացացնում են իրենց կանանց, իրենց աղոթքները չի լսվելու։ Եթե քո կինը ամեն անգամ քո խոսքերից ու քո վիրավորելուց, ծաղրելուց լացելով է քնում, քո մոտ քո աղոթքները մինչև այս առաստաղ չի հելնելու։ Հակառակը down the drain, այսպես տակա գնալու լրիվ։ Ինչու՞, չգիտեմ։ Չգիտեմ ինչու Աստված պատվիրել է տենց։ Բայց մի բան գիտեմ վստահ, որ Աստծո խոսքը մեզ ասում է, մխիթարիչը, որ կգա Սուրբ Հոգին, մեր օգնականը կլինի եւ Սուրբ Հոգին մեզ անընդհատ կառաջնորդի։ Եվ այստեղ մի բան կա վտանգավոր, որ ասում է չնեղացնեք Սուրբ Հոգուն։ Սուրբ Հոգին մեր օգնականն է, ասում է մի նեղացեք Սուրբ Հոգուն։ Աստված մարդում իր կեսը ստեղծեց իր կինը։ Ես այսօր կանանց գովազ չեմ անում, բայց շատ ընտանիքներ ջարդվում է։ Գիտեք ինչու? Որտեղ ոչ կանայք են տեղում, ոչ տղամարդիկ են տեղում, խախտվել է տեղից ամեն բան։ Դրա համար այսօր կորուստ է, մեծ կորուստ է ընտանիքների։ Այս խեղճ երեխեքն են մեծանում, մտածելով ծնողներ ունեն, բայց ամեն մեկը իր կյանքով իրավունք չունի տենց ելնի մեր մոտ։ Աստված ուխտ արեց։ Եվ այդ ուխտը պատվելա պետք, եթե չկա դավաճանություն։ Եթե դավաճանում ա կողակիցդ, Աստված թույլ է տալի հեռանաս։ Բայց եթե դա չկա, պայքարեք ձեր ամուսինների, ձեր կանանց համար, սատանան ջարդելով գնում է, փշրում ընտանիքներ, երեխեքի մեծամասնությունը մեծանում են թմրամոլ, երեխեքի մեծամասնությունը մեծանում են հոգեկան խնդիրներով։ Հələ մի հատ հետ գնացեք ու հիշեք մանկություն ու կհասկանաք ինչու եք ջարդվել, շատերը։ Դե համար Աստված ասում է, նույն սխալը մի կրկնեք, որովհետև ժամանակը կարճ է, ամբողջ երկրներում մեծ երկրաշարժներ ա լինում։ Դու գիտեք, որ դա մարգարեություններն ա կատարվում, ասած վերջի ժամանակներում մեծ երկրաշարժներ եք տենալու, մեծ երկրաշարժներ, աղետներ, պատերազմներ, սա կատարվում է։ Ինչ եք էլ սպասում նշան, որ խելքներս գլուխներս մեր։ Մենք պետք է ապաշխարենք, մենք պետք է զղջանք։ Այս հնարավորությունը, որ այսօր մեզ տրվել աստեղ նստած լսում ենք Հիսուս մեր հետ խոսում է իր ծառայի միջոցով, այս հնարավորությունը կարող է վաղել չլինի, որովհետև կարող է այսօր ոմանք իրանց վերջի կնիքը կնքեն, վերջանա կյանքը այս երկրի վրա։ Եկեք ուղիղ ընենք Տիրոջ հետ, մեր շարժառիթները քննենք, չնստենք դատենք, որ մի քուրիկն ա ուղիղ ապրում, որ մի աղբեր ինչ չի հետաքրքրում, որ մեկն ա ուղիղ ապրում, որ մեկը ծուռ։ Ես ոնց եմ ապրում, իմ շարժառիթը Աստծո առաջ ոնց է, ես ոնց եմ իմ Տիրոջը ընդունում ու հավատում իրան, իր խոսքը որքանով եմ հնազանդվում ու խոնարհվում։ Ժողովուրդ, խնդրում եմ ձեզ, մի հանձնվեք, մի վերջակետ դրեք, այնտեղ որտեղ Աստված ստորակետ ա դրե, պատերազմեք ու պայքարեք ձեր ընտանիքների, ձեր հարազատների ու բարեկամների համար, ոնց աղոթքով, գոհանալով, փառք տալով նրան։ Գիտեք մեր Աստված ուր ա բնակվում։ Մեր Աստված բնակվում է
երկրպագության մեջ։ Այն սիրտը, որ միշտ գոհունա կա Տիրոջը, ոչ թե որ ամեն բան լավ է, այլ երբ որ ամեն բան տխուր է, այդ սիրտը, որ գոհանում է Տիրոջից, Աստված նրա մեջ է։ Ես մի հատ համար կընթերցեմ ստեղ, նայեք, Պողոս Առաքյալը ստեղ հաճախ է խոսել իր նեղությունների մասին, բայց նայեք ինչքան խորն է գնում, ուզում եմ ուշադիր լսեք։ Երկրորդ Կորինթացիս 11:23 Աշխատանքներով ավելի, չափից ավելի ծեծերով, հաճախակի բանտարկություններով, շատ անգամ մահվան վտանգների մեջ էի, հրյաների կողմից 5 անգամ 41 պակաս ծեծվեցի, 3 անգամ ծաղկվեցի, այսինքն այն փշերով ծեծվեցի, 1 անգամ քարկոծվեցի, 3 անգամ նավաբեկության ենթարկվեցի, 1 ցերեկ ու գիշեր ծովի անդունդի մեջ մնացի, շատ անգամ ճանապարհորդությունների մեջ, գետերից վտանգներ, ավազակներից վտանգներ, ազգիցս վտանգներ, հեթանոսներից վտանգներ, քաղաքի մեջ վտանգներ, անապատի մեջ վտանգներ, ծովի վրա վտանգներ, սուրբ եղբայրներից վտանգներ։ Wow, նույնիսկ հավատացյալներն են իրան ծուղակ իրա դեմ պատրաստել։ Ցավի ու տառապանքի մեջ, ինչի մեջ, տառապանք, հաճախ արթուն հսկումների մեջ վտանգներ կար, ծովի ու ծարավի մեջ, շատ անգամ ծոմի մեջ, հաճախ ցրտի եւ մերկության մեջ, բացի արտաքին նեղություններ, այսինքն բացի այն, որ sense մարմինս տառապում էր անդադ չարչարանք, նեղություն, դժվարություն, ամեն օր վրա սկիթվում էր բոլոր եկեղեցիների հոգսը։ Կատը կար մեկը, որ ես հետը տկար չլինեմ, կա մեկը, որ գայթակվել է ու ես չեմ վառվում, եթե պետք լինի պարծենամ, իմ տկարության վերաբերվող բաներով պիտի պարծենամ, այսինքն չի գրում Առաքյալը, էս եմ արեն, այլ խոսում է, որ այս տկարությունները, այս վտանգներն ու այս նեղությունները, որ իմ կյանքում կար, ես սրանցով եմ պարծենում, ոնց, Պողոս Առաքյալ, Աստված եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայրը, որ օրհնյալ է հավիտյան, գիտի, որ սուտ չեմ խոսում։ Այսինքն Պողոս Առաքյալը իր նեղությունները, իր հալածանքները, իր դժվարությունները պատվով էր կրում։ Պատվով։ Ի տարբերություն Իսրայել ժողովրդի։ Իսրայել ժողովուրդը իր նեղությունները, գիտեք ոնց էր կրում, 24 ժամ բողոք։ Ջուրը դառնա, հացը հինա, էսի ստեղ չի ոտս փուշ մտավ, էս ուր ես բերել մեզ, Երանի այնտեղ թշնամիների հետ մեռնեին, գոնե գերեզման կունենային, 24 ժամ բողոք, Աստված տենալով ժողովրդի բողոքը իրանց նեղությունների մեջ չթողեց մտնեն խոստացման երկիր։ Բայց Պողոսը պատվով կրելով իր նեղությունը ինչ ենք տենում, վերջի իր օրերին վկայում է, ասում է հավատքիս պատերազմը պատերազմեցի, ընթացքը կատարեցի, իսկ հիմա գնում եմ կյանքի պսակը առնելու իմ Տիրոջից։ Հավատացյալ ժողովուրդ, Աստծո ժողովուրդ, նեղությունների մեջ, մռայլ դեմքերով, տխուր դեմքերով, 24 ժամ բողոքով, մենք բանի չենք հասնի։ Ինչքան նեղությունդ, ինչքան ճնշումը ավելի աշատանում, այնքան ավելի ուրախ, խաղաղ ու հանգիստ եղեք, վստահելով Տիրոջը։ Գիտեք, երբ որ ձեթ են, յուղ են ուզում ստանան, դուք եթե տեսնեք այդ ձեթունները, ինչ ուժեղ pressure-ի տակով անցնում, այն աստիճան pressure-ը ձեթունների վրա գալի, որպեսզի տակից բաց թողվի յուղը նրա մեջի։ Հավատացյալ ժողովուրդս այդ pressure-ները ինչքան ուժեղանա մեր վրա, ուշադիր լսեք, եկեք թույլ տանք, որ մեր մեջից յուղը այդ օծությունը բխի, որ մենք ոչ միայն մեր համար, թող մենք ջարդվենք, բայց թող յուղ բաց թողենք, ուրիշների բժշկության պատճառը դառնա։ Դրա համար շատերդ, որ կանցնեք փորձություններով, դա վաղը ուրիշ մեկի բժշկության վկայությունն է լինելու։ Ով ասել հեշտ է լինելու աստվածապաշտությունը, խաբել են ձեզ։ Ամենաբարդ կյանքը աստվածապաշտությունն է, որովհետև այս աշխարհի օրենք, սկզբունք, հաճույք, ամեն բան պիտի թողես
ու նեղ ճամփով գնաս Հիսուսի հետևից։ Այստեղ Պողոսը, որ խոսեց իր բախված այս ծանր նեղությունները, անքուն գիշերներ, սոված, ծարավ, անտուն, այս վիճակները սովորել էր մեկ բան, որ այսօր ուզում եմ մենք եկեղեցին սովորենք մեր եղբորից, մեր ավակ եղբորից Պողոսից, բավարարվել քչի մեջ։ Արթնացել ես, գլուխը ցավում է, փառք Հիսուսին, որ ոտերդ չի ցավում։ Արթնացել ես, հիվանդ ես, փառք Հիսուսին, որ ինձ հիվանդ չես, որ մեռնում ես։ Ոտերդ չի աշխատում, փառք որ ձեռքերդ է աշխատում։ Ամեն կարգավիճակի մեջ բարին բռնիր ու գոհացիր Տիրոջից։ Քչի մեջ գոհացիր ու մի տխրիր, որ շատը չունես։ Որովհետև խոստանում եմ ձեզ, ես շատ եմ հանդիպել շատ հարուստների, ավելի տխուր ու մռայլ է իրանց կյանքը, քան այն նրանք, ովքեր որ շատ քիչ ունեն։ Հարստությունը չպետք է մեզ ուրախացնի, մեր հարստությունը պետք է լինի ինքը։ Իրան ունենք, բավական է, հարուստ ենք։ Ամեն։ Պայքարեք, պատերազմեք, պատվով անցեք ձեր հոգևոր կյանքը։ Գիտեք, այս սերունդը սովորացնում է մեծ բաներով գոհանալ, չէ՞։ Մեծ բաներով գոհանալ, չէ՞։ Ուշադիր լսեք ինչ եմ ասում։ Մենք պետք է սովորենք քչի մեջ գոհանալ։ Մենք պետք է սովորենք, որ փոքր բաների մեջ Աստծո ձեռքը տեսնենք։ Ես հիշում եմ, երբ որ երեխա էինք ես ու քույրիկս չի հիշի, շատ փոքր էր։ Ես որոշ չափով հիշում եմ այդ օրերը Հայաստանում, երբ որ լինում էր նոր տարի, փոքր ենք եկել, բայց հիշում եմ, տպավորվել այն մեջ։ Երբ որ նոր տարի էր ելնում, ես հիշում եմ նոր տարու գիշերը, երբ որ արթնանում էինք ու տենում էինք տոնածառի տակ, այն ցելոֆանի մեջ, այն պոպոկ, պնդուկ, մանդարին, այն շոկոլադը, հոգիներս ուրախանում, ցնծում, մի 100 անգամ շնորհակալություն էինք ասում մեր ծնողներին։ Հլեսօր այդ պոպոկ պնդուկ ու մանդարինը տվեք իմիկվա սերունդի երեխեքին։ Էդի տես ճակատիդ հետ կտան, էդի։ Ինչ պոպոկ պնդուկ, brand names։ Տեսնում եք որքան է փչացել, նույնիսկ մանուկները մանուկ չեն մնացել, մշակույթը չարացել է։ Մենք ուրախանում էինք փոքրիկ բաներով, հասարակ բան, հելնում էինք, տեսնում էինք պամիդորը ծիլատվ է, ուրախանում էինք դրանով, երեխա տարիքում։ Իսկ այսօր նայեք, ինչ պամիդոր, ինչ բան, այ մարդ փող ծիլ տա մենակ մեր տան մեջ, փող, սաղ ժողովուրդը փոքրից մեծ կառուցված է մի հատ բանի վրա, փող, Աստծուն պաշտում են բերանով, սրտով, մամոնային։ Ավարտում եմ։ Նեղությունդ ֆինանսապես է, թե ֆիզիկապես է, թե հոգեպես է, չհանձնվես։ Ընտանիքումդ է, ամուսնուդ հետ է, չհանձնվես։ Որ մեկ ուժեղա թող պայքարի մույսի համար, որովհետև մենք Աստծո ժողովուրդ ենք, մենք չպետք է թողանք սատանան գողանա մերինը։ Երբ որ ես եւ իմ ամուսինը խնդիրներ ունեինք եւ կանգնած էինք իրապես բաժանման եզրին եւ արդեն իսկ հանձնվել էի ես, այդ ժամանակ հոգեվոր չէի, կտրուկ որոշել էի բաժանումն է հարցի լուծումը, մի անգամից ես չեմ մանում իմ ֆիզիկավոր, թե հոգեվոր ականջներն էր, որ լսես Տիրոջ ձայնը այդ ժամանակ, որ չպետք է բաժանվես, եւ ես ուղղակի առանց խոսքի իմանալու ես խոսքերն եմ ասել, սատանա, ես իմ կեսին քեզ չեմ տա։ Ես պայքարելու եմ մինչև վերջ։ Իհարկե ինքս ասում եմ, թե ես այդ կյանքը չապրեի, հոդուկ չէի գա Աստծուն։ Միգուցե ճիշտ է ասում իր առումով, բայց Աստծո ժողովուրդ, ոչ երեխեքս են թշնամունը, ոչ ամուսինս, ոչ ոք։ Գիտեք ինչու։ Որովհետև ես երեխա չեմ ունեցել թշնամու համար, ես երեխաներիս ունեցել եմ 3 երեխա եմ ունեցել, 3-ն էլ Աստծունն են։ Եվ իմ գալիք 1000 սերունդը Աստծունն է, ու մինչև վերջ ծոմերով, թե աղոթներով, թե ծնկերի վրա լինի ես պայքարելու եմ իմ սերունդների համար, մինչև այն օրը, որ իմ շունչը կփչեմ ու կեթամ իմ Տիրոջ գիրկը Հավիցյան։ Պայքարեք,
պայքարեք, ժողովուրդ պայքարեք, պատճառ կա, որ մեր մազերը սպիտակում է, չէ գնալով, այդ սպիտակ, իհարկե չենք թողում սպիտակ մնա, բայց այդ սպիտակ մազերը խորուրդ ունի իմաստության, իչքան մեծանում եք իմաստություն հագեք աստվածային, որպես մեծ, որ կարողանանք մեր սերունդների օրհնությունը լինենք և մեր ժառանգներին էլ վայելենք, ամեն, ավարտում եմ, եթե կարելի է ոտքի վրա ավարտենք այս համարով, ուրեմն Եսայա մարգարեն 40-31 համարում այս խոսքերն ասում, եկեք բռնենք, սակայն նրանք, ովքեր Տիրոջն են ապավինում, ուզում եմ տեսնեմ, ովքեր են Տիրոջ ապավինում, բռնի կողքինի ձեռքը ու բարձացա վերև, ովքեր չեն բարձացել, ասա մենք Տիրոջն ենք ապավինում, հալելույա Տեր, ասում պիտի նորոգվեն իրենց ուժը, արծիվների պես թևերով վեր պիտի սլանան, պիտի վազեն ու չպիտի հոգնեն, պիտի քայլեն ու չպիտի նվաղեն։ Եկեք փառք Տիրոջը։ Իսկ հիմա խոնարհվենք։ Հայրի